Դատարանը քննարկում է քաղաքացու նկատմամբ բռնության մեղադրանքով ձերբակալված 6 ոստիկանի նկատմամբ խափանման միջոցներ կիրառելու հարցը։ Դատավորի պահանջով գործի քննության հետաձգման պատճառով նիստը սկսվել է ուշացումով։ Նոր դատավորը նյութերին ծանոթանալու համար վերցրել է լրացուցիչ ժամանակ։ Դատավոր Գերմանե Դատեշկելյանին քննարկում է Ալեքսանդրե Բադալովի, Բեսո Մալացիձեի, Գյորգից Քրիալաշվիլիի, Վլադիմիր Գոդերզիշվիլիի, Սաբա Ցավեսիձեի եւ Վանիկո Միսիրելիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ Դատախազությունը միջնորդում է կալանք կիրառել, նիստը ընթանում է Գորիում։ Հիշեցնենք, ոստիկաններին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել 3։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել 2 անձի նկատմամբ։ Նրանք են Պապունա Լոցուլաշվիլին եւ նրա ընկերը։ Դեպքը տեղի է ունեցել կոմբինատի բնակավայրում։ Ձերբակալվածներից մեկը պարեկային ոստիկանության աշխատակից է, որի փաստաբանը պնդում է, որ տեսանյութերում չի երևում իր պաշտպանյալի հանցագործությունը։ 2 օր առաջ ծեծի համար ձերբակալված ոստիկանների մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի B ենթագետով, որը ենթադրում է պաշտոնական լիազորությունների բռնի չարաշահում եւ նախատեսում է 5-ից 8 տարի ժամկետով ազատազրկում։ Պապունա Լոցուլաշվիլին հոսպիտալացված է համալսարանական կլինիկայում, վերջինիս առողջական վիճակը բավարար է գնահատվում, նյարդաբանական խանգարումներ չեն գրանցվել։ Գորիում ոստիկանների կողմից ծեծի ենթարկված անձի վիճակը գիշերը վատթարացել է եւ նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են կլինիկա։ Ընտանիքի անդամների խոսքով Պապունա Լոցուլաշվիլին իր բնակարանում անկողնային ռեժիմ է ունեցել։ 3 գիշերին նա գլխացավեր է ունեցել եւ 2 անգամ գիտակցությունը կորցրել է, ինչի համար էլ շտապ օգնության մեքենա է անհրաժեշտ եղել։ Իշխող թիմը եւ ընդդիմությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատվիրակության Վրաստան կատարած այցի համատեքստում բացասականորեն մատնացույց են անում միմյանց։ Ըստ վրացական երազանքի ընդդիմությունը դիտավորյալ թիրախավորում է հաղորդակցությունը ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջև։ Մյուս կողմից ընդդիմությունը պնդում է, որ Ամերիկայի հարաբերությունների վերագործարկում վրացական երազանքի կառավարության օրոք երբեք տեղի չի ունենա։ Այսօր պետդեպարտամենտի ներկայացուցիչները լքում են Թբիլիսին։ Առողջապահության նախարարը կրկին արձագանքել է Դյուշենի մկանային դիստրոֆիայով երեխաների ծնողների պահանջին։ Միխայել Սարժվելաձեի խոսքով դեղերի անվտանգության հարցի վերաբերյալ նորություններ են որոնվում եւ մշտական հիմունքներով կապ են հաստատվում եվրոպական երկրների հետ։ Նախարարը նաեւ խոսել է Դյուշենի եւ այլ հազվագյուտ նյարդամկանային հիվանդություններով տառապող մարդկանց համար գործարկված ծառայությունների մասին։ Ռուսական անդոդաչու թռչող սարքը բախվել է Ռումինիայի սահմանային Գալատ քաղաքում գտնվող 20 հարկանիշ շենքին։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն բախման հետևանքով շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, վիրավորվել է 2 մարդ։ Վիրավորները կին եւ 14-ամյա երեխա են։ Հարձակման պատճառով շենքից տարհանվել են 70 մարդ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը բախվել է շենքին։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, սա առաջին դեպքն է, երբ ռուսական անօդաչու թռչող սարքը մուտք է գործել Ռումինիայի խիտ բնակեցված տարածք եւ վնասել։ Դոնալդ Թրամփը նշում է, որ ԱՄՆ-ն տիրապետում է բոլոր քարտերին Իրանի հետ բանակցություններում։ Նրա խոսքով Վաշինգտոնը հսկայական լծակներ ունի Թեհրանի վրա եւ եթե բանակցությունները բարենպաստ արդյունք չտան, Իրանի դեմ ռազմական գործողությունները դեռևս հնարավոր են։ Fox News-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաեւ հայտարարել է, որ եթե համաձայնագիրը Միացյալ Նահանգների համար ընդունելի չլինի, Միացյալ Նահանգները պատրաստ է ուժ կիրառել։ Թրամփը կրկին նշել է, որ ռազմական առումով Միացյալ Նահանգները ոչնչացրել են Իրանը։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեզանտը նշում է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հնարավոր համաձայնագրի ճակատագիրը կախված կլինի նրանից, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը կաջակցի դրան։ Նա նաեւ զգուշացրել է Օմանին չաջակցել Հորմուզի նեղուցում
հանման համակարգին։ Ստոկբեզանտ նշում է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վճռական միջոցներ կձեռնարկի ցանկացած գործողի դեմ, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաջակցի նեղուցում հարկերի սահմանմանը։ Պիտեր Մադյարը նշում է, որ Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ, ունեցել են կարևոր բանակցություններ։ Նրա խոսքով Հունգարիան շարունակում է մնալ դաշինքի հուսալի գործընկեր, մինչդեռ միևնույն ժամանակ Մարկ Ռուտենին ասել է, որ Բուդապեշտը զենք կամ ռազմական տեխնիկա չի մատակարարում Կիևին։ Ես գլխավոր քարտուղարին տեղեկացրի, որ Հունգարիան զենք կամ ռազմական տեխնիկա չի մատակարարում Ուկրաինային։ Մարկ Ռուտեն ինձ տեղեկացրեց հուլիսի 7-ից 8-ը Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների եւ Հորմուզի նեղուցում տիրող միջազգային իրավիճակի մասին, գրում է Պետեր Մադյարը։ Չինական Թեմու առցանց մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը տուգանվել է 200 միլիոն եվրոյով։ Անօրինական ապրանքների վաճառքը կանխելու համար, բավարար միջոցներ չձեռնարկելու համար։ Reuters-ի փոխանցությամբ այս մասին հայտարարել են Եվրամիության տեխնոլոգիական կարգավորող մարմինները լայնածավալ հետաքննության առաջին փուլից հետո։ Հետաքննողները հայտնաբերել են, որ այդ հարթակում հասանելի են վտանգավոր մանկական խաղալիքներ եւ անսարք լիցքավորիչներ։ Ըստ աղբյուրների առաջիկա ամիսներին կարող են կիրառվել լրացուցիչ պատժամիջոցներ թվային ծառայությունների մասին օրենքի համաձայն գրեթե 2 տարի տևած հետաքննության արդյունքում, որը պահանջում է խոշոր արծաց ընկերություններից ավելին անել իրենց հարթակներում անօրինական եւ վնասակար բովանդակության դեմ պայքարի համար։ Եվրամիության կարգավորող մարմինները հետաքննություն են սկսել Թեմուի նկատմամբ համաեվրոպական սպառողների կազմակերպության եւ դրա 17 ազգային անդամների բողոքից հետո։ Գյուղատնտեսական կոմիտեի արտագնա նիստ է տեղի ունեցել Մցխեթայի մունիցիպալիտետում գյուղատնտեսական գիտահետազոտական կենտրոնի բազայում։ Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի նախագահը։ Գյուղատնտեսական հարցերից բացի ուշադրությունը կենտրոնացված է եղել գարեջրի հետ կապված ստեղծված ազգային աշխատանքային խմբի վրա։ Նշվել է, որ մոտ ապագայում, ինչպես վրացական ցորենի դեպքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն գարեջուր եփելու ավանդույթը կճանաչի որպես ոչ նյութական մշակութային հուշարձան։